անհրաժեշտություն եղավ ստեղծել նոր նախաձեռնություն սահմանադրական փոփոխությունների շուրջ, պայքարի նոր ճակատ եք տեսնում, այլ մարտավարություն եք ընտրել։ Նախ խնդիրը ինչու հենց ոչ ՀԿ-ի սահմանադրությանը, քանի որ մինչև այս ստեղծված բոլոր նախաձեռնությունները չեն ֆիքսում են փաստը, որ սահմանադրության փոփոխությունը ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ հենց ՀՀԿ-ի իշխանության վերարտադրության համար է։ Ֆիքսել է։ Եվ այո, ֆիքսել է եւ ինչպես նաեւ խնդիրը ոչ թե նոր ճակատի ձևավորումն է, այլ երիտասարդներով փորձում ենք հասկանալ, թե մարդիկ ինչ մտահոգություններ ունեն եւ փորձում ենք բոլորի հետ առանձին եւ ինչպես նաեւ նման հավաքների միջոցով հասկանալ, թե ինչ կերպով կարելի է շարունակել պայքարը ու ինչ արդյունքների կարող ենք հանգեցնել այն։ Այսինքն դուք պայքարի այլ ձև եք ընտրել, պայքարի այլ մեթոդ եք տեսնում եւ արդյոք միանալու եք նաեւ այն ճակատին, որը ձևավորվում է, գիտեք, մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ եւ քաղաքական ուժեր հայտնել են պատրաստակամություն միասնական ճակատ ստեղծելու մասին եւ ձեր համագործակցությունը կոնկրետ որ ուժերի հետ եք տեսնում, թե քաղաքացիական նախաձեռնությունների մասով եւ թե քաղաքական արդեն ուժերի մասով։ Թե քաղաքական ուժերի մասով համագործակցություն տեսականորեն կարող է լինել բոլորի հետ։ Խնդիրը միայն մոտեցումների մեջ, այսինքն սահմանադրության փոփոխությունների դեմ պայքարը ինքնանպատակ չպետք է լինի, սահմանադրությունը ցանկացած պետության համար կարևորագույն ինքնիշխանության կարևորագույն բաղադրիչն է եւ դրա փոփոխությունը առանց ժողովրդի կարծիքը լիարժեքորեն հարցնելու եւ միևնույն ժամանակ իշխանություն, որը չունի լեգիտիմություն ու փորձում է իրականացնել կարևորագույն սահմանադրության փոփոխություն, հետեւաբար պայքարը դրա դեմ պետք է տեղի ունենա եւ մենք ցանկանում ենք խոսել բոլորի հետ, այսինքն փակ դռներ չկան։ Միայն այսպես թե կոնկրետ գործողություններ կլինեն, քանի որ արդեն գիտեք նախագիծը խորհրդարանում, այսինքն կոնկրետ գործողությունների անհրաժեշտություն չեք տեսնում։ Խոսելու համար արդեն որոշակի առումով ուշ չէ։ Կարելի ասել նաեւ ուշ է, բայց երբեք ուշ չի լինում, քանի որ մոտեցումները իրականում տարբեր են։ Մի մասը ասում է, որ ներկայիս սահմանադրությունը ամենափայլուն սահմանադրությունն է, որ հնարավոր է ունենալ։ Մենք օրինակ չենք գտնում այդպես, դեմ չենք ընդհանրապես սահմանադրության փոփոխությունը, բայց սահմանադրության փոփոխություն հանուն ՀՀԿ-ի իշխանության պահպանման եւ փոփոխություն նման ձևով բավականին շատ վատ բան է Հայաստանի Հանրապետության հետագա ճակատագրի համար։ Պայքարի ինչ ձևով, հանրաքվեն բոյկոտելով, այլ մեթոդներով։ Հանրաքվեն բոյկոտելու դեմ ենք։ Մարդիկ կան, որ նաև այդ պայքարի մեթոդն են փորձում, բայց հանրաքվեն բոյկոտել Հայաստանում դեռևս ոչ մի հանրաքվե կամ ոչ մի ընտրություն հնարավոր չի եղել բոյկոտել։ Հետևաբար մի քվեն, ամեն մի մարդու քվեն այդ մի ձայնա ու դա կորցնելը անիմաստ է։ Հետևաբար պետք է քարոզել ժողովրդին թե անհատապես, թե լրատվամիջոցներով, թե համացանցով ու հնարավոր բոլոր միջոցներով, որ հանրաքվեի անցկացման դեպքում գնան մասնակցեն ու իրենց իրական կարծիքը հայտնեն, որպեսզի իշխանությունները չկարողանան այլևայլ միջոցներով հանրաքվեն անցկացնել իրենց ուզածին պես։ Այսինքն ձեր նախաձեռնությունը ստեղծվում է նրա համար, որպեսզի հանրաքվեի ընթացքին հետևի կեղծիքներ չլինեն եւ ժողովրդի, այսպես ասած, քվեն տեղ հասնի։ Այո, փորձելու ենք կազմակերպել խմբեր թե Երևանում, թե մարզերում եւ հնարավորին չափ տեղամասերում ապահովել լիարժեք վերահսկողություն, բայց քանի որ հիմնական ընտրակեղծիքը տեղի ունենում ոչ թե տեղամասի ներսում, այլ նաեւ դրանից դուրս, այսինքն սկսած ընտրակաշառքներ բաժանելուց եւ այլ սպառնալիքներով, որպեսզի գնաք եւ քվեարկեք կամ պայման անձնագրերն են հավաքում մարդկանց, այսինքն պետքա փորձենք ձևավորել խմբեր, որոնք ամեն ինչ կանեն այդ ամենը կասեցնելու համար։ Այսինքն չեմ կարծում, թե հնարավոր չի Հայաստանում ընտրություններ լիարժեքորեն վերահսկել, համենայն դեպս փորձել է պետք եւ հանրաքվեն սահմանադրության անցնելու համար իշխանությունները ահագին մեծ քանակի ձայների կարիք ունեն եւ եթե կարողանանք ապահովել բավական քանակի ոչեր, այդ դեպքում սահմանադրության նախագիծ ուղղակի չի անցնի։ Վահե ոչի ճակատի ետևում տեսնում են նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասով մտավախություն չկա, որ ձեր պայքարով եւս որոշակի առումով նրա ջրաղացին կարող եք ջուր լցնել։ Ռոբերտ Քոչարյանը անկեղծ ասած ես լսել եմ նրա հարցազրույցի մասին, բայց ընդհանրապես ոչ էլ հետևել եմ, քանի որ իմ համար Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում անցած մի ֆիգուր է եւ նրա հետագա
քաղաքական կյանքը ամենևին էլ չեմ պատկերացնում։ Այսինքն նույնիսկ ոչի պարագայում Ռոբերտ Քոչյանի վերադարձ չեք պատկերացնում։ Ռոբերտ Քոչարյանն ասում է ոչ, որովհետև ինքը ասում է իմ սահմանադրությունը ամենալավն էր։ Այնինչ իր սահմանադրությունը նույնպես ահագին մեծ բացեր ուներ եւ ամենևին էլ գրեթե չի տարբերվի փոփոխված սահմանադրությունից, հետեւաբար ասել ոչ հանուն ներկայիս սահմանադրության հարատևման իմաստ չեմ տեսնում։ Միևնույն ժամանակ ինքը ասում է ոչ, որովհետեւ միգուցե իր երկնագույն երազանքներում փորձում է պատկերացնում է իրեն նոր աթոռին։ Միգուցե չեմ բացառում։ Այսինքն անգամ ոչի պարագայում չեք տեսնում նրա վերադարձի եւ ոչ մի շանս։ Ինքը կարող է փորձի վերադառնալ, բայց չեմ կարծում թե ժողովուրդը նրան հետ կընդունի, քանի որ 10 տարի նրան տեսել են, 10 տարի Սարգսյան Սերժին են տեսնում եւ կարելի ասել շատ չնչին բացառություններ կան նրանց աշխատելավոճի մեջ, այսինքն փոխել մի վատ բանը մյուսով իմաստ չեմ տեսնում եւ ժողովուրդը կարծում եմ նույնպես իմաստը դրա չի տեսնում։ Վայ նոր ստեղծող քաղաքացիական նախաձեռնությունների մեջքի ետևում, ինչպես ասեցի, միշտ որոշակի անձանց փնտրում են։ Հիմա ձեր մեջքի ետևում որևէ կուսակցություն, որևէ այլ ուժ կա, թե սա զուտ քաղաքացիական նախաձեռնություն։ Քաղաքացիական նախաձեռնություն, որը ամենևին էլ չի խուսափի աջակցությունից տարբեր քաղաքական ուժերից կամ այսինքն մարդկանցից, ովքեր որ անկեղծ կլինեն թե մեր թե ժողովրդի հետ։